Խոզնավարում եք ծնվել, մեծացել, հա, հենց այստեղ ինչ խնդիրներ ունեք ընդհանրապես ձեր գյուղում։ Խնդիրներ որ գցենք շատ կան, բայց դե ճանապարհներ ներսարկեցին։ Դպրոցն ուզում են ինչ որ ձուն կա, որ ուզում են տեղափոխեն, այդ ամենամեծ խնդիրը գյուղի, եթե արեցին շատ վատ լինելու։ Դե մնացածներ աշխատում ստեղծում ենք էլի ես իմ։ Աշխատատեղ կա։ Չէ, դպրոցներ, մեկ էլ մի գյուղապետարանն է, դեր երկու հոգի են աշխատում, մեկ էլ դպրոցի աշխատողներն են, ուրիշ ոչինչ բան։ Մենք մեր անասունները պահում, մեր համար ստեղծում, մեր գոյությունը պահում ենք էլի։ Իսկ ինչ աշխատատեղեր այստեղ կուզենայիք բացվեր, որ գյուղի երիտասարդները, ջահելները չգնեն։ Ցանկացած կապ չունի, կաշխատենք, ինչ էլ ուզում ալնի կաշխատենք։ Ցանկացած կենտրոն, ինչ ուզում ալնի կաշխատենք հիմա, այնքան որ աշխատատեղ ելնի, աշխատավարձ ստանան, բայց շատ լավ կլինի, երիտասարդը կմնա գյուղում։ Հիմա արտագաղթ շատ կա խոզնավարից։ Դե գնում են, ընտանիքները կան, գնացել են, որոշները պատրաստվում են։ Չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի կգնան, թե չեն գնա, բայց դե թե հնարավորության դեպքում գնում են։ Ով մի փոքր գոնե կարող է շանս գտնի։ Ինչի գյուղում չեն տեսնում ապագա։ Չէ։ Հեռանկար չկա։ Չէ։ Բա դուք տեսնում եք գյուղում ապագա։ Ես էլ մյուսների նման։ Ուղղակի մնում եմ, ասենք, կապող բաներ շատ կա գյուղում։ Առայժմ մնում եմ, բայց ես էլ նպատակներ ունեմ դուրս գալու։ Ընտանիք ունեք, կին երեխաներ։ Մայրս ա կինս, երեխաներ չունեմ դեռ։ Պարզը։ Իսկ ձեր ամսական եկամուտը ինչքան է կազմում եւ նկատի ունեմ ձեր ապրուստը ինչ միջոցներով եք կարողանում հոգալ։ Այդպես չեմ կարող ասել։ Անասուն ենք, տարվա վերջ վաճառում ենք, մեկ էլ հողագործությունից էլ լոբի այդ շատ վաճառենք, ուրիշ վաճառելու բան չունենք։ Դրանով ուրիշ ապրուստ չէ, կողմնակի եկամուտն էլ, եթե կարելի է տենց անվանեմ համա է թոշակն է, ուրիշ ոչինչ բան։ Իսկ անվտանգային առումով ձեզ անվտանգ զգում եք գյուղում։ Հա, հիմա հա։ Չնայած միշտ էլ վախը կար, նես չէր են, վախտել որ կրակում էին կար։ Բայց դե հիմա հանգստացել է, մենք էլ հարմարվել ենք, ապրում ենք, ստեղծում ենք։ Իսկ որ ասում են խաղաղություն, Ալիևը ասում է գնում ենք խաղաղության, դուք հավատում եք այդ խաղաղությանը։ Ալիևից չխոսանք էլի, Ալիևը շատ բան է ասում, Ալիևի ասածը մեզ ինչ։ Ալիևը ասում է Սյունիքի հիմնա, Հայաստանի հիմնա, Ալիևի ասածը հետևից չընկնենք։ Այնի հայր կարող է ասի, Ալիևը թող խոսե։ Չեք էլ վախենում իրեն։ Չէ, ինչից վախենանք։ Այն վախտել, որ ստեղ իրանք կարակոսներ բան կար, էլի մենք մեր գյուղի ջահելներով մեր գյուղի տարածքը պահում էինք։ Նես չէր, որ փախել ենք կամ տունը նստած էինք։ Ինչ եք կարծում, գյուղի ինքնապաշտպանության համար պետք է որ բնակիչները զենք ունենան, թե դրա կարիքը չկա։ Այդ հարցերը ես չեմ կարող պատասխանեմ, դե ամեն դեպքում պետք է, զենքը պետք է, բայց ոչ գյուղացիների մոտ էլ ինչ որ միտեղ հատուկ կենտրոն։ Հա, էլի տենց հարկ եղած դեպքում արագ կարանք պատրաստենք։ Վարդան, ձեր կյանքը վերջին տարիներին բարելավել է, դուք ավելի բարեկեցիկ եք հիմա ապրում, քան առաջ։ Առաջ դժվարությունները շատ էր, հիմա ավելի է հեշտացել։ Ինչն է հեշտացել ձեր կյանքում, ինչն է լավ։ Ոնց էիք առաջ փող աշխատում, հիմա ոնց։ Առաջ երբ նկատի ունեք։ 18 թվից առաջ եւ նոր իշխանությունների օրոք։ Նորմալ, այն վաղտել էր նորմալ։ Ուղղակի թուրքերը որ եկան մի քիչ է տամեզ նեղացնում։ Պատերազմի ընթացքում նկատի ունեք։ Մի քիչ դրանից եք նեղվում, ասինքն այստեղ անասնապահություններ հիմնական։ Մեր տարածքները որ մնացին իրանց ասենք քչացրեցինք անասունը, բնականաբար եկամուտներ քչացավ հետը։ Միայն այդ խնդիրը։ Միայն այդ խնդիրը ուրիշ էս խնդիր մեկ էլ եթե հնարավոր լինի աշխատատեղ բացեն, երիտասարդը ստեղ կարողանա գործ գտնել, աշխատել, ստաբիլ աշխատավարձ ունենա, ինձ թվում է շատերը կմնան նույնիսկ կբազմանան։
Չնայած էլի բազմանում են, այս գյուղերի մեջ մեր դպրոցի աշակերտներ ավելի շատ են։ Կոնկրետ ձեր գյուղը ասացին 36 աշակերտ ունի։ Ունենք, հա, նորմալ է։ Լավ է։ Դուք չեք ուզենալու գնալ։ Ասեք, որ չեք ուզենալու գնալ։ Չէ, դե ուզում եմ, բայց դե ինչքան վաղ ուզում եմ, բայց հələ չեմ գնաց։ Չէ, չենք էլ կարող ինչ-որ տեղ կատարվենք, հետո ավելի վաղ տարիքում պետք է գնաս։ Ինչքան մեծանում ես, այնքան չես ուզում։ Կապվում եք հող։ Հա։ Տնին արդեն ուրիշ ձևի։ Հա։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։